Գույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ և ագընտիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայ եղապոհական տաշնակցության Արևմտյան Եվրոպայի Գետրոնական կոմիտեի պատվիրակությունը երեկ տեսակցեցավ Ֆրանսիայի մեջ Լիբանանի տեսփան Ռաբիա Շահերի հետ։ Փարիզի տեսփանատան մեջ տեղի ունեցավ այս տեսակցության ընթացքին քննարկվեցավ Լիբանանի գացությունը։ Տեսփանը ներկայացուց ընդհանուր իրավիճակը զայն մտահոգիչ նկատելով հատկապես իսրայելյան հարձակումներուն հետևանքով հարաճած մարդկային եւ նյութական հսկայական վնասներուն եւ անդուն դարձած մեծաթիվ գաղթականներուն իդես։ Տաշնակցության պատվիրակությունը իր անվերաբար զորակցությունը հայտնեց Լիբանանի ժողովրդին եւ պետության, շեշտելով լիբանանյան հայրենիքի հողային ամբողջականության պահպանումը, դատապարտելով իսրայելյան աբորինի հարձակումները մայրաքաղաք Բեյրութի եւ հարավային շրջաններու խաղաղ բնակչության վրա։ Պատվիրակությունը ընդգծեց հատկապես ներկա պայմաններուն մեջ ներքին միասնականության անհրաժեշտությունը, միջհամայնքային երկխոսությունը առանց ներկաշվելու արտաքին ցերկերու կողմէ հրահրվող խլրդումներուն մեջ։ Տեսփանը մեծապես գնահատեց այս կեցվածքը, նկատելով, որ տաշնակցությունը ամենուրեք անշեղորեն կպաշտպանե Լիբանանի մեջ որդեգրված եւ իգործ տրված լիբանանյան իր ուղեկիցը։ Հայ եղապոհական տաշնակցության Հայաստանի Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարությամբ մտադաբարդեց 18 տարեկան Դավիթ Մինասյանի գալանավորումը, զայն նկատելով իրավական գամագայունության եւ իշխանության չարաշահումի հերթական դրսեւորում։ Հայտարարությունը նկատել տվավ, որ Դավիթ Մինասյանի գործողություններու քննարկման զուգահեռ լուրջ քննության պետք է ենթարկվի Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներուն ցուցաբերած վարկը Սուրբ Աննա եկեղեցվո մեջ։ Ըստ էության, այս ակնհայտ անհամաչափ եւ քաղաքական պատճառներով կատարված որոշումը գխախտե Դավիթ Մինասյանի գրթության իրավունքը այս տարի դպրոցը ավարտելու առիթեն զրկելով զայն։ Մտահոգիչ է նաեւ Մինասյանի առողջական վիճակը, ինչպես նաեւ պատգամավորներու եւ ընտանեկան անդամներու այցելության արգելումը։ Այս մոտեցումը անգամ եւս կփաստե իրավաբար եւ տադական համագարկերու իբրև քաղաքական ճնշումի կորձիկ ծառայելու եւ ակնհայտ ընդրովի արդարադատության մասին ավելի խորացնելով pedagogan հիմնարկներու հանդեպ ժողովրդին անվստահությունը։ Հոհիտա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը կպահանջի անհաբաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանը, ապահովել անոր առողջապահական վիճակին համարժեք բժշկական գարիքները եւ Սուրբ Աննա եկեղեցվո մեջ դեղի ունեցած դեպքին մասին նախաձեռնել անկախ ու լիարժեք քննություն։ Հոհիտա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը իր ամբողջական աջակցությունը գայտնե Դավիթ Մինասյանին եւ անոր ընտանիքի անդամներուն, երիտասարդական եւ իրավապաշտպան բոլոր գազམ་ագերբություններուն գոչ ուղելով հստակ դիրքորոշում արտահայտելու գադարվող աբորինություններուն մասին։ Ձաղգազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցվո եւ շրջապագին մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնաբաներուն եւ Մինասյան եղբայրներուն միջև բադահած միջադեպին լույսին տակ ցերպակալված եւ 2 ամիսով բանդարգված 18 տարեկան Դավիթ Մինասյան 1 ապրիլին բանտ տարվելու ջամփուն վրա գիտակցությունը գործընծուց։ Հիվանդանոցին մեջ գարչ կնութենեմը յետք ան դարվեցավ արմավիրի բանդը։ Քրեագադարողական ծառայությունեն չհայտնեցին, թե ինչ է անոր վիճակը։ Իր որդին բանդարգության լուրը լսելով Դավիթ Մինասյանի մայրը եւս անհանգստացավ։ Գիրագի օրվնե մեղատրիալի գարկավիճակը ստացած բադանիներուն մայրը 31 մարտին դատավորին բաց նամակ մկրելով խնդրեց երկվորյակ որդիներեն Դավիթին գարելիություն տալ դատական նիստերուն սպասել ազատության մեջ, շեշտելով, որ ան 4 տարեկանեն մնայուն հadouk խնամքի գարիք ունի, առողջական հարցերը ուղագի անհամադեղելի են բանդին հետ։
Բայց բադանին արմավերի պանդը ուղարգած տադավոր մնացագանը Մարդիրոսյանին մոր թիմումի նկատի չարավ։ Դավիթը այսօր զրգեցին դբրոց ավարտելու առիթեն։ 2 ամիսի հետ բոլորին համար վերջին զանգ պիտի ըլլա, բայց Դավիթին համար ոչ։ Ըսավ Դավիթին պաստապանը Արմեն Մելքոնյան, որ տադավորին որոշումը անհեթեթ որագեց, ավելցնելով, որ իրենք պիտի փողոքեն, որովհետև նույնիսկ շատ ծանր հանցանք գործողները իրավունք ունին դունը սպասելու իրենց վճիրին, ուր մնաց 12-րդ դասարանի աշակերտը, որ ոչինչ ըրավ։ Քննչական կոմիտեն 3 երկրորդ անգամ լալով խուզարկեց բադանիներուն բնակարանը։ Պաստապան Վարդուի Էլփագյան ըսավ, որ հերացայիններ կփնտրեին, գրաված են մորը հերացայինը։ Պաստապաններուն համաձայն իրավաբանները պաստեր կփնտրեն եկեղեցու մեջ pedagogan Բաշտոնյայի կորզունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն կորզաթրելու եւ խուլիգանության հոդվածներով հարուցված գործին համար։ 18 տարեկան Դավիթ Մինասյան գմեղատրվի խուլիգանության եւ բաշտոնարար անձիմը քաղաքական կորզունեությունը խոչընդոտելու համար բռնություն կորզաթրելու հանցանքով։ Եղբայրը Միքայելը բռնության աջակցելու հանցանքով, իսկ հանրային կորզիչ Գևորգյանը այս բոլորը գազմագերբելու համար։ Մեղատրանքը հաստատվելու բարակային անոնց կսպառնա 5 տարվան բանդարգություն։ Երեկ Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Մոսկվայի մեջ դեսակցեցան եւ արձարծեցին շրջանային զանազան նյութեր, որոնք կվերապերին երկու երկիրներուն։ Նախքան դեսակցությունը Պուտին հայտնեց, թե Ռուսիա փապակն է, որ Հայաստանի մեջ կորզող քաղաքական բոլոր ուժերը մասնակցին հունիսին դեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններուն։ Մոսկվա կորզարար շրջանակներու մեջ ունի բազմաթիվ ընկերներ։ Անոնց մե ոմանք Ռուսիա անձնակիր ունին եւ գիտեն, որ անոնք բանդը կգտնվին։ Անշուշտ այդ մեկը ծեր որոշումն է, բայց կփապակեինք, որ անոնք բոլորը գարենան մասնակցիլ ներքաղաքական կորզընթացներուն, ըսավ Պուտին ավելցնելով, ինչպես ալ ավարտին Հայաստանի ընտրությունները մենք պիտի շարունակենք հարաբերություններու գառուցումը։ Փաշինյան պատասխանեց ըսելով. Գուզեմ ընդգծել, որ մեր մոտ ընտրություններուն կրնան մասնակցիլ միայն անձեր, որոնք միայն Հայաստանի քաղաքացիություն ունին։ Երևանի եւ Բրյուսելի միջև հարաբերություններու զարգացման անդրադառնալով Պուտին նշեց, որ այս հարցին շուրջ Հայաստանի մեջ ընթացող բանավեճը Մոսկվայի մեջ հանգիստ կընկալեն, սակայն անկարելի է Եվրոասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միաժամանակ անդամակցիլ։ Անհայտնեց, թե ինքույս ունի, որ Եվրոպական միությունը եւ Եվրոասիական տնտեսական միությունը աբակային կհամագործակցին իրարու հետ։ Մենք կհասկանանք, որ Եվրոպական միությունը եւ Եվրոասիական տնտեսական միության անդամակցությունը համադեղելի չէ։ Առայժմ ինչ օրագարկ որ գա, բավարար եւ համադեղ է։ Արձագանքեց Փաշինյան ավելցնելով, որ երբ հասնի բահը, որ այլևս չհամադեղվին, այն ադեն Հայաստանի ժողովուրդը իր որոշումը գուտա։ Անշուշտ այդ պետք չէ վնասե հայ-ռուսական հարաբերություններուն, ըսավ Փաշինյան։ Փաշինյան Պուտինի հետ դեսակցության ընթացքին հայտնեց, որ Ղարաբաղյան շարժումը պետք չէ շարունակվի։ Ես արդեն Հայաստանի մեջ հրաբարակավ հայտարարած եմ, որ մենք պետք չէ շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստան եւ Ադրբեջան ջանչծած են 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրի ինքնիշխանությունը եւ դարածքային ամբողջականությունը։ Այդ կնշանակե, որ մենք փոխադարձ կջանչնանք, որ անկախ Հայաստանը 100%-ով նույնն է խորհրդային Հայաստանի նման, իսկ անկախ Ադրբեջանը 100%-ով նույնն է խորհրդային Ադրբեջանի նման։ Գկարծեմ այդ շատ ամուր հիմք է խաղաղության հետագա զարգացման համար։ Երևան Ղարաբաղը Ադրբեջանի գազի մեջ ջանչցավ, բայց այդ մեկը կատարեց, երբ Ռուսիա բարձրակույն ղեկավարությունը 2 անգամ հրաբարակավ խոսեցավ այդ մասին։ Պուտին դիտել դվավ, որ Ղարաբաղի մեջ իրավիճակը դակավին զգայուն նյութ է։ Անշուշտ ցարտ ամենն զգայուն նյութը մենք այդ մեկը կհասկանանք, հաջող կքննարկենք զայն եւ այն ինչ որ գապ ունի Ղարաբաղի հետ։ Ըսավ Պուտին ավելցնելով, որ Հայաստան եւ Ադրբեջան պետք է հետագա ուղիներ գտնեն իրենց հարաբերությունները ամրապնդելու, հագամարտությունը լուծելու համար։ Անշեշտեց, որ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ աշխուժ գերբով ներգրավված է հարաբերություններու ղեկավարման գործընթացին մեջ։ Փաշինյան անդրադարձավ 2022-ին հավաքական անվտանգության պայմանագիրի գազագերբության Հայաստանի կատարած դիմումին եւ անոր կողմէ արձագանքի բացակայության։
մեխանիզմները չաշխատեցան։ Մենք այժմ չենք մասնակցիր հաբգի աշխատանքներուն։ Չենք մասնակցիր, որովհետև մեր ժողովրդին մինչև այսօր չենք կրնար պատասխան տալ, թե ինչու հաբգի մեխանիզմները չաշխատեցան, նշեց Փաշինյան եւ ընդգծեց, որ հայկական կողմը բազմիցս բարձրացուցած է այդ հարցը եւ չի ծածկեր հավաքական անվտանգության պայմանագրի գազམ་ագերբության հետ իր հարաբերություններուն մեջ արգա հարցերը։ Պուտին արձագանքելով ասավ, որ Պրագայի մեջ 2020-ին Հայաստանի ղեկավարության կատարած հայտարարություններն յետք հաբգը չեր կրնար միջամտել Ղարաբաղի մեջ ստեղծված իրավիճակին։ Գկարծեմ, որ նույնքան ակնհայտ է, որ 2022-ին Պրագայի մեջ ծեր կողմը Ղարաբաղը Ադրբեջանի մարզ ճանչնալեն յետք հաբգին համար բացարձակապես անդեղի պիտի ըլլար միջամտել ներազրբեջանական երանք ստացած այդ գործընթացին։ Ասավ Պուտին ավելցնելով մենք գիտենք, որ թե դուք եւ թե ձեր գործընկերները ունեցած եք եւ կշարունակեք ունենալ հարցեր, խնդիրներ եւ դժգոհություններ հապկի դեմ։ Մենք մնայուն գերբով կվերաթարնանք այս նյութին։ Պուտին անդրադարձավ նաեւ Արցախի վերամիավորումի հարցին։ Եթե զայն Ադրբեջանի մաս նկատեք, ես չեմ կնահատել այդ մեկը, լավ է թե վատ։ Խաղաղ կյանք կազմակերպելու դիտանկյունեն։ Գարզիկովս այդ մեկը գերեւի իմաստ ուներ, նշեց Պուտին։ Արպանիագային լուսանկարները կվկայեն, որ Հայաստան վերցուցած է Դավուշի մեջ բանակի իր ռազմական թիրքերեն մեկը, ընդ որում այն հատվածին մեջ, որ 2024-ի համաձայնագիրին համաձայն սահմանազատման ենթակա չէր։ Ապրիլ 2024-ին Հայաստան եւ Ադրբեջան համաձայնեցան սահմանազատում կատարել Դավուշի Պաղանիս Պերկապեր հատվածին քանի հատվածներուն մեջ։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետին աշխատակազմը հրապարակեց կարդեսմը, որուն մեջ վարտակույնով նշված էին այն հատվածները, ուր պետք է սահմանազգծում եւ սահմանազատում կատարվեին։ Սպուտնիկ Արմենիան ներկայացուց կարդեսմը եւ հայտնեց։ Այս կարդեսին վրա սլակով նշած ենք Հայաստանի զինյալ ուժերուն թիրքին վայրը։ Գերեւի որ սահմանազատումը այս գործընթացը չէր կրնար թիրքը յետ քաշելու բաժար դառնալ։ Համեմատաբար նոր արպանիագային լուսանկարները արիտ կուտան հստակ արձանագրելու այն փոփոխությունները, որոնք դեղի ունեցան 2024-ին յետք։ Երեք Հայաստանի արտաքին գործոս նախարարության փամփեր Անի Բադալյան արձագանքեց Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության 31 մարտի այն հայտարարության, որ իբրև թե հայկական խմբավորումները 1918-ին ցեղասպանություն կատարած են ադրբեջանցիներու դեմ։ Բադալյան ասավ. Դասնամյակներու պատմություն ունեցած հագամարտության ընթացքին ձևավորված են թշնամական շարքը ոչ հավաստի պատմություններ, որոնք ցավալիորեն Ադրբեջանի մեջ դակավին կշարունակվին օգտագործվել նաև pedagogan մագարտակով։ Գոհուսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն գծարայ է երկու պետություններու միջև գայուն խաղաղ համագեցության, այլև վերջ կտնե երևակայական թեզերու քոյության եւ կբացառե ադելության խոսքը։ Հայտնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները այս մասին համաձայնած են 8 օգոստոս 2025-ին Վաշինգտոնի մեջ ստորագրված հրճակագիրի 5-րդ կետին մեջ, ուր հստակորեն նշված է երկու ժողովուրդներու միջև թշնամանքի էջը փակելու եւ մարդկային անասելի դարաբանքներ բաժարած հագամարտություններն յետք երկու ժողովուրդներուն համար հարաբերությունները սկսելու անհրաժեշտությունը, նշեց Բադալյան։ Հարկելի ունգընտիները վագընտիրներ վանացայնի եթերով վիպտիմատերի էջով CZD-ենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Նատալին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։